Այս ընտրությունը պարզ քաղաքական ընտրություն չի, սա գոյաբանական հարց է։ Լավ ասֆալտ անելու մասին չի։ Իրականում առաջիկա ընտրությունները Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը ու հայ ինքնությունը պահելու հարցն է։ Խոսում են նրա մասին, որ սեպտեմբերին պատերազմ լինելու, եթե ինքը չվերընտրվի։ 7.5 ամիս մեր ժողովրդի կոպիտ ասած ժողովրդական լեզու ասած գլուխ էին հարթուկում խաղաղության մասին, հետո պարզվեց, որ այդ խաղաղությունը ուղիղ կապված է ընտրությունների հետ։ Երբ երկիրը ղեկավարում է երկիրը պաշտպանելու պատրաստին, պատերազմի հավանականությունը ոչ թե ավելանում է, այլ նվազում է։ Մենք ուզում ենք ունենալ խաղաղ երկիր եւ լինելու է խաղաղ երկիր իշխանապողությունից հետո։ Երկիրը լինելու է անվտանգ, երկիրը լինելու է մեր պետությունը լինելու է մրցունակ, իր ժողովուրդն էլ արժանապատիվ ապրելու է Հայաստանի Հանրապետությունում։ Եթե գյուղացուն պետքա ռոռոկման ջուր, պետքա դա լինի։ Եթե գյուղացին ուզում է կառուցել ջերմոցային տնտեսություն, ոչ մի շինթույլտվության վճար, ոչ մի ֆինանսական հարց չպիտի առաջանա։ Կապետության ծաղրանկար։ Մեր ընտրությունը շատ պարզ է։ Անվտանգ եւ մրցունակ Հայաստան, հզոր տնտեսությամբ ուժեղ բանակով, որը կարող է հաղթահարել բոլոր մարտահրավերները եւ երկիրը դուրս բերել այս վիճակից։